Ներդրումային ծրագիրը վերաբերում է Կասկադ համալիրի անավարտ հատվածի վերակառուցմանը, որի իրականացման համար անհրաժեշտ է օրենսդրությամբ սահմանված կարգով կառավարության կողմից հավանություն տալ ներկայացված ներդրումային ծրագրին, ինչպես նաև համաձայնություն տալ նշված ներդրողին կառուցապատման իրավունք տրամադրելուն և ուղղակի վաճառքի ձևով հողամաս օտարելուն, մեծարգո վարչապետ առաջարկում խոսքը փոխանցել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին որոշման մանրամասները ներկայացնելու համար։ Համեցեք պարոն։ Շնորհակալ եմ, պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, այս քաղաքաշինական ծրագրի իրականացման նպատակը Կասկադի համալիրի ամբողջական եւ ավարտուն տեսք ստանալն է, եւ որ միաժամանակ կապահովի կապը կենտրոնի եւ հեղափոխության 50-ամյակի նվիրված հուշահամալիրի հետ, այդպես է կոչվում, ինչի արդյունքում նաեւ կյանքի կկոչվի Թամանյանական եւ Ջիմթորոսյանական ամբողջ կոմպլեքսի մտահղացումը եւ իրականացման վերջնարդյունքը ծրագրի պարոն վարչապետ նոր կառուցվող հատվածում տեղակայված կլինեն արդեն քաղաքապետանին պատկանող նոր համերգասրահ 1000 տեղանոց, ժամանակակից արվեստի թանգարան, նոր ցուցասրահներով հագեցած պետական արարողակարգային միջոցառումների համար նախատեսված առանձնացված հատված, հարակից տարածքն էլ կբարեկարգվի եւ կկանաչապատվի, կձևավորվի մշակութային եւ ժամանցային նոր հանգույց, մոտավորապես 30,000 քառակուսի մետր տարածքից ավել տարածքով, իսկ հարակից 4.6 հեկտար տարածքում կտրվի հնարավորություն ընկերությանը բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու, որը որ ինտեգրելով առկա բնական եւ ճարտարապետական միջավայրի հետ ներդաշնակորեն կհամալրեն ամբողջական տարածքը։ Ներդրման չափը, որը որ առաջարկել էր քաղաքապետարանը 13 միլիարդ դրամներ, հաղթող ընկերությունը առաջարկել է կենտրոնական հատվածում 13 միլիարդի փոխարեն 20 միլիարդ 46 միլիոն դրամ ներդրում իրականացնել։ Բացի դրանից կառուցապատող ընկերությունը նաև Երևանի քաղաքապետարանին վճարելու է 10 միլիարդ 449 միլիոն դրամ հողի կադաստրային արժեքի չափով եւ նաև իրականացրելու է կանաչապատման աշխատանքներ։